Խորհրդարանական ընդդիմությունն այսօր բոյկոտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ազգային ժողով կառավարություն հարցուպատասխանը։ Ընդդիմադիրների դատար կաթոռները վարչապետ Փաշինյանի հետաքրքրությունը շարժեցին։ Մեր գանձերը ուր են բա այսօր։ Գանձարանում են, պարոն վարչապետ։ Ավելի ուշ իշխանականների հարցերին պատասխանելիս Փաշինյանը կրկին անդրադարձավ ընդդիմության այսօրվա բոյկոտին, փորձելով մեկնաբանել պատճառները։ Ընդդիմությունը ինչի՞ է բացակա։ Որովհետև սենց իրանց բոլոր թեզերը ջարդվել են, որովհետև հիմա իրան կան ինչ հարցն է։ Թե ինչու էր ընդդիմությունը որոշել այսօր բոյկոտել հարցուպատասխանը, Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Ազատությանը փոխանցեց, որ պատճառ չկա, պարզապես որոշել են չմասնակցել։ Կառավարությանը հարց տալու համար գրանցվեց 2 տասնյակից ավելի իշխանական պատգամավորներ, հենց նրանց հարցերին էլ ավելի քան 2 ժամ Փաշինյանը պատասխանեց։ Մեր ընդդիմադիր գործընկերների տեղերը զբաղեցրել մեր օպերատորները, կարող է գրանցվել հարցերով բան, եթե կա, կարծում եմ օգուտը ավելի շատ կլինի։ Ընդդիմադիրների բացակայությամբ Փաշինյանն այսօր ծավալուն քննադատության ենթարկեց հայաստանյան ընդդիմությանը։ Նրանց անվանելով արտաքին էմիսարներ, Փաշինյանը պնդեց, ընդդիմությունը ընդամենը կատարում է արտաքին ուժերի թելադրանքը։ Գիտեք, մենք շատ ինֆորմացիա ենք տիրապետում եւ մեր ընդդիմության մի հսկայական հատվածի կամ ամենաակտիվ հատվածի խոսույթները եւ քաղաքականությունները մշակվում են Հայաստանից դուրս։ Իրենք ներքաղաքական կյանքի հետ ոչ մի կապ չունեն։ Իրենց կապը արտաքին քաղաքական օրակարգերի հետ է եւ իրենք արտաքին քաղաքականության ներքին արգելակներն են, այսպես ասենք։ Ընդդիմության սեգմենտում մենք ունենք ընդհանրապես արտաքին էմիսարներ, որոնք կատարում են արտաքին հանձնարարականներ։ Բառից բուն ուղիղ իմաստով եւ դա կարծում եմ ակնհայտ է։ Շարունակելով թեման Փաշինյանը պնդեց, որ երկրի ներքաղաքական կյանքում այսօր մի հարց է քննարկվում. Հայաստանը պետք է լինի անկախպետություն, թե չպետք է լինի։ Թե պետք է լինի պսևդո, այսինքն այն որ ասում են ԱՆՄ կա, ԱՄՆ չկա։ Փաշինյանը հենց այս հարցի հետ կապեց խաղաղության օրակարգը, քանի որ նրա բնորոշմամբ խաղաղությունը անկախության, իսկ կոնֆլիկտը կախվածության գործոն է։ Որ այդքան շահարկում են, երբ որ ասել են, որ Ղարաբաղի հարցը օգտագործվել է Հայաստանի պետականությունն անկախության զարգացումը թույլ չտալու համար։ Հիմա այդ թվում ներքաղաքական որոշ ուժեր, ավելի ճիշտ ներքին դաշտում գործող որոշ արտաքին ուժեր դժգոհ են նրանից, որ Հայաստանը հաղթահարել է, ոչ թե հաղթահարում է, այլ հաղթահարել է այդ իրավիճակը։ Հիմա մենք փորձելու ենք հետ քաշել եւ այստեղ ինչպես միշտ վճռական խոսքը էլի ժողովրդին դառնելու եւ ես համոզված եմ, որ ժողովուրդը չի կարող ինքը երդեմ գործել։ Հակադարձելով ընդդիմությունից հնչող քննադատություններին, թե իր կառավարությունը շարժվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի թելադրանքով, Փաշինյանը պնդեց, թե իրենք Հայաստանի ժողովրդի ցանկություններն են իրագործում եւ հենց դա է պատճառը, որ 2021-ին պատերազմից հետո, երբ ընդդիմադիրները շաբաթը մեկ հեղափոխություններ էին անում, ժողովուրդը կրկին իրենց ցայն տվեց։ Մենք անում ենք այն, ինչ որ մեր ժողովուրդը ուզում է։ Բառից բուն իմաստով։ Ընդդիմադիրներին ուղղված քննադատություններից բացի իշխող ուժը կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում նաև զինծառայության ժամկետը կրճատելու քննադատություններին անդրադարձավ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ տեղեկացրեց, թե ժամկետային զինծառայության ժամկետը սկսած հաջորդ տարվա հունվարի 1-ից 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի։ Իդեպ այս կարգավորումը պետք է ուժի մեջ մտներ 2026-ի ամառային զորակոչից սկսած, սակայն Փաշինյանը տեղեկացրեց, որ որոշել են այն ավելի շուտ կիրառել, սկսած արդեն հունվարից։ Եվ որոշել ենք, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարի 1-ից։ Քննադատություններ հնչեցին, որ 2026-ի հունիսի խորհրդարանական ընտրություններից առաջ կառավարության հապճեպ նախընտրական այս քայլը կարող է լուրջ ազդեցություն թողնել երկրի պաշտպանունակության վրա, մեծացնելով զինծառայողների բեռը։ Խոսել, որ մենք կրճատում ենք բանակը, մեղմ ասած անհեթեթություն է։ Սակայն Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր խորհրդարանի ամբիոնից շտապեց պարզաբանել, զինծառայության ժամկետը կրճատելու իրենց քայլը հապճեպ չի եղել, այն ամրագրված է եղել կառավարության ծրագրում։ Նախ խորհուրդ կտամ այն գործընկերներին, ովքեր մեզ մեղադրում են հապճեպ որոշումներ ընդունելու եւ նախընտրական ինչ-որ գործողություններ կատարելու մեջ, կարդան կառավարության ծրագիրը։ Կառավարության ծրագրով մենք ստանձնել ենք պարտավորություն, որ մեր գործունեության հնգամյա հատվածում
պայմանագրայինների ավելացման հաշվին կրճատելու ենք ժամկետային զինծառայություն։ Սուրեն Պապիկյանը մեկ այլ փաստաթղթի էլ հղում արեց Հայաստանի բանակի կերպափոխման հայեցակարգին, որտեղ ըստ նախարարի նույնպես զինծառայության ժամկետը կրճատելու հանձնառություն են ստացել։ Կարծում եմ սրանով ամեն ինչ ասված է, թե ինչպիսի երկարաժամկետ պլանավորման արդյունք է սա։ Եվ իհարկե ամեն ինչ կախված պիտի լիներ, թե մեզ հաջողվում է արդյոք այս տարիների ընթացքում պայմանագրայինների թվաքանակը ավելացնել։ Ազգային ժողովը շուրջ 2.5 տարի առաջ ընդունել է մի օրենք, որով թույլատրում է ժամկետային զինծառայողներին 6 ամիս ծառայելուց հետո կնքել պայմանագիր։ Խոսքը վերաբերում է նրան, որ այսօր Պաշտպան հայրենիաց ծրագրով բազմաթիվ զինվորներ երկարաժամկետ իրենց կյանքը կապում են բանակի հետ։ Այդ թիվը հասնում է մի քանի հազարի արդեն։